Ես Իրինա Ղազարյանն եմ, Արթուր Ղազարյանի մայրը, իմ տղան ծառայել է Հադրութի 38-401 զորամասում։ Իմ տղայի հետ վերջի անգամ եմ խոսացել 2010 թվականի դեկտեմբերի 14-ին, որ ասել է մամա նստած ենք թուրքերի տարածքում ու հաց ենք ուտում։ Այդ վերջի խոսակցությունն ա եղել, ասել եմ Արթուր ջան, ինչ ա եղել, ասում է Ջանգինյան Մարտինը, իր հրամանատարը, իրանց ասել է, որ պետք է թուրքերի հետ առու վաճառք անենք։ Ասի Արթուր ջան, զգույշ մնա, հանկարծ մի բան չեղնի, գլխիդ փորձանք, մամա ասում է, եթե Արթուր Ջանգիրյան Մարտին ասել է, ուրեմն պետք է անենք։ Այդ վերջի խոսակցությունն ա եղել 14, 15, 16, 17-ին նոր զանգել են, առավոտյան 12-ին, որ կներեք 16:45, որ եկեք ձեր տղային բերել են հոսպիտալ, կոմայի մեջ է։ Այդ ժամանակ գնացել ենք, տեսել ենք, որ իմ տղան արդեն մահացած ա եղել։ Ինչի եմ ասում մահացած, որ ի սկզբանե ես իմ տղային տեսել եմ, աշկերը սենց բաց, չորացած սաղ ներսը, բերանը սոսինձով կպած, ներսից սոսինձով կպած։ Իբրև իմ տղան կոմայի մեջ է, եթե իմ տղան կոմայի մեջ ա եղել, ինչ կապ ուներ այդ սոսինձը իմ տղայի բերան, ինչի եմ ասում այսքան բանը, որովհետև իմ տղային մահացած են բերել։ Ու առ այսօր քնիչ, դատախազ, նույն Աննա Վարդապետյանը, նույն ինչ գործողությունները ծնողները ասում են, հանձնաժողով են ստեղծել, խումբ են արել, ոչ մեկը չի ուզում այդ գործը բացահայտվի։ Աննա Վարդապետյանը այն ժամանակ, որ խմբի ղեկավար էր, իմանալով, որ իմ տղային մահացած են բերել, դիակն են տար, ինքը 15-20 րոպե սենց շոկ ապրի, ասել է ոնց նման բան պատահում է թե չէ։ Բա Աննա Վարդապետյան, ես հիմա քեզ ասում եմ, դու անձամբ իմ տղայի գործերը ուսումնասիրել ես ու տեսել ես, որ իմ տղային մահացած դիակը բերել են Մուրացանի հոսպիտալ, տաք հոտ են տվել։ Դու այդքան բանը տեսնելով, որպես երկրի դատախազ, նույնիսկ քո մեջ մի փոքր մարդկային բան չի արթնանում, որ ասես, այո, ծնողը ճիշտ է, երեխուն մահացած ենք բերել։ Ծնողին ասենք, այո, քո տղային սպանել են։ Իսկ դրանից առաջ իմ փաստաբանը գնացել է Հադրութ 38-401 զորամասում, որ տեսնի ինչ է այնտեղ կատարվանում։ Առաջի հարցը, որ մտել է բժշկին նոնային տեսնելու, ասել է բժշկուհին հարց են տվել, դու Արթուր Ղազարյանին ճանաչում ես։ Բժշկուհին ասել է, что только мне в тюрьму надо сидеть, այսինքն ես եմ մենակ դատվելու։ Դուս ա գալի, որ իմ երեխուն մահացած դիակը տարել են Մուրացանի հոսպիտալ, իմ երեխուն տանջամա ամսու 17-ից մինչև 21-ը իմ երեխուն սենց տաք օդը տալով, իմ երեխուն հերիք չի սպանել են իրանց գաղտնիքները տենալով ու ընդեղել այդ իրանց անտեր տաք օդն են տվել, որ իմ երեխուն, չգիտեմ, սպանելով, որ իբրև սաղա ինչ-որ մի վարկած որոշ է։ Բոլորին դիմել ենք, ամեն տեղ, հանձնաժողովը ստեղծել են, խումբը ստեղծել են, ումա ձեր տալի, որ զինվորին տանում են գլուխը ուտում է ու գործը չի բացահայտում։ Այսինքն էսի պաշտպանության նախարարն է, քննչականն է, դատախազությունն է, Նիկոլ Փաշինյանը ասում էր, բերեք մի գործ, տեսեք ես ինչ կանեմ։ 5 գործ ենք բերել, պարոն Փաշինյան։ Ու ձեզ կետարկետ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Արթուրի գործը, որ այո, միանշանակ ծնողը ճիշտ է, Արթուր Ղազարյանը սպանությունը։ Բա ինչ եղավ, ինչի այդ գործին ընթացք չեք տալի։ Թե մենակ ձեր աթոռները զավթեցիք ու նստեցիք։ Իմ մեկա մենք միջև վերջ գնալու ենք, այս արդարությունը պետք է լինի։ Մենք պահանջում ենք մի բան, որ մեր տղաների վարկածները պետք է փոխվի, որովհետև ի սկզբանե Աննա Վարդապետյանը ասել է, որ միանշանակ էսի սպանությունն է։ Եթե սպանություն է, ուրեմն ինքը պետք է կանգնի, ասի, որ այո, ծնողները ճիշտ են, տղաներին սպանել են։ Ամեն մեկը զորամասում մի բան ա տեսել։ Այսքան բան իմը։ Ես Նարինե Մկրտչյանն եմ, Անդրանիկ Մկրտչյանի մայրն եմ։ Իմ որդին եղել է կոչումով կապիտան, խորքային հետախույզ։ Իմ երեխին սպանել են Մեղրի Ագարակ զորամասում իր կաբինետում, ու մինչև օրս սպանողը անհայտ է, չի բացահայտում։ Դրել են վարկածը ինքնասպանություն, բայց չկա ոչ մի հետք, ոչ մի ապացույց, ոչ
ոչ մի նշույլ չկա, որ իմ երեխեն ինքնասպան ա եղել։ Ու 8 տարի է ամեն փորձագետ, ամեն փորձաքննություն, ամեն տեսակ փորձարարություն արվում է, ոչ մի պատասխան չկա։ Դատախազն ասում է, որ փորձագետի տված եզրակացությունով ես չեմ կարող հոդված փոխեմ։ Եթե երկրի դատախազության քննչական մարմինները միջնորդում են, որ այս գործը, այս հոդվածը պետքա փոխվի, չեն միջնորդում, որ հոդվածը փոխվի, պատճառաբանում են, որ ինքնասպանություն է։ Բայց փորձագետը նշում է, որ չի կարա ինքնասպանության գործելուց հետո իմ երեխեն ուղիղ պարկի, 4-րդ դիրք ընդունի, 4-րդ դիրք ընդունի, զենքն էլ մնա ձեռքի մեջ ու մատնահետք չկա, ոչ մի հետք չկա, պատրոնի վրա հետք չկա, թղթի վրա հետք չկա, մի խոսքով ոչ մի հետք չկա, որ իմ երեխեն ինքնասպանություն ա գործել, ու մինչև օրս այդ հոդվածը չեն փոխում, Տիկին Վարդապետյանը գործը ուսումնասիրելով ասեց, որ նենց մակիաժ են արել այս գործը, որ չգիտենք շանգլուխը որտեղ ա թաղած, բա ինչ եղավ, որ պետք է աղեղողորմ ասում էիր, որ ծնողները ճիշտ են, պետք է հոդվածները փոխվի, վերավորակում ստանա, ճիշտ գործողությունը կատարվի, որ ինքնասպանություն չի, սպանություն է։ Վարչապետի խումբը, որ ստեղծվեց, Փաշինյան Նիկոլն ասում էր, որ բերեք, մի փաստ բերեք, մի գործողություն բերեք, որ իրականությանը համապատասխանի, տեսեք ես ինչ եմ անելու։ Դուք ոչ մեկի հետ գործ չունեք, դուք եք ու ես։ 5 գործով 1000 փաստ ներկայացվեց, որ այս 5 գործերը ոչ թե դժբախտ պատահարեն ինքնասպանություն են կամ հիվանդություն է, այլ սպանություն է կոծկած, որովհետև ի սկզբանե կոծկել են, մաքրել են, իրեղեն ապացույցները ոչնչացրել են ու հիմա էլ պատճառաբանում են, թե քննություն են անում։ Եթե դու ի սկզբանե վերացրել եք իրեղեն ապացույցները, մաքրել եք հետքերը, չունեք համապատասխան պրեպարատներ, որ դրա հիման վրա քննություն կատարեք, ինչ քննություն է կատարում քննչական կոմիտեն, եթե ի սկզբանե քննիչները դատախազության վերահսկողությամբ կոծկել են այս գործերը։ Առայժմ այսքան։ Ես ցանկանում եմ նշեմ, որ Տիկին Արմենուհի Պողոսյանը Լևոն Թորոսյանի իրավահաջորդ վատառողջ չի միացել, բայց լինելով նրանց ներկայացուցիչ երկու բառ նշեմ Լևոն Թորոսյանի գործի վերաբերյալ, զինծառայող Լևոն Թորոսյանի սպանությունը դարձյալ որակվել է որպես ինքնասպանություն, երկար տարիներ է գործի քննությունը իբր թե ընթանում է առանց որևէ առարկայական տեղաշարժի։ Ինչպես Լևոն Թորոսյանը, այնպես էլ մյուս զինծառայողների գործերի մեջ կա առնվազն այնպիսի տարօրինակ հանգամանքներ, որոնք ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլ մեղմ ասած կասկածելի են։ Շատ մանրամասն դետալների մասին այս պահին ես չեմ ուզում անդրադառնալ, բնականաբար հարցերի դեպքում դրանց վերաբերյալ սիրով կպատասխանեմ, ուղղակի ուզում եմ նշեմ, որ Լևոն Թորոսյանի գործը ևս, որը որակված է որպես ինքնասպանություն, մեղմ ասած չի համապատասխանում այն փաստական տվյալներին, որը առնվազն մենք ունենք գործով, ինչպես մյուս բոլոր զինծառայողների գործերով։ Առայժմ գործերի մասն առայժմ կարճ այսքանը, եթե հարցեր կան, ապա սիրով կպատասխանենք, եթե ոչ, ապա ես որոշ տեղեկություններ ևս կցանկանամ հայտնել։ Ակնհայտ է, որ Հայաստանի իրավական համակարգը չի բացահայտում այս գործերը, ձեր հետագա անելիքները ո՞րն են։ Մեր հետագա անելիքները մենք շարունակելու ենք պայքարել, ես բազմիցս կրկնել եմ, գալու եւ գնալու են Փաշինյանները, Վարդապետյանները, բոլորը։ Այս ծնողները 2007 թվականից սկսած բազմաթիվ վարչապետեր, նախագահեր, դատախազեր են ճանապարհել, նրանց շատերը գնացել են անհետագից, սրանք ևս գնալու են առանց հետագծի, պատմության մեջ մնալու են
մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին եւ դատայրավական համակարգը սարսափելի խայտարակ վիճակում թողեցին։ Մի կարևոր հանգամանքի մասին կուզեմ նշել։ Այս 5 զինծառայողների գործերը ներկայացնում էր վարչապետին, նաև նշվում էր, որ այդ գործերով ապացույցների մի մասը ոչնչացվել է, չի պահպանվել, շատ զարմացած հարցրեց Տիկին Վարդապետյանին, իսկ ինչ էին պատրաստում անել այդ մասով, ովքեր են մեղավոր։ Տիկին Վարդապետյանը նշեց, որ մեղավորների հետ կապված այլ ընթացակարգ պիտի լինի, այն քննիչները, դատախազները, օպերատիվ աշխատողները, նրանք ովքեր ապացույցները չեն պահպանել կամ կոծկել են, եւ Փաշինյանը հարցրեց ինչպես պիտի լինի, Վարդապետյանը բառացի ասավ, որ այդ հարցը պիտի քննարկեն ԱԾՏ-նորինի հետ, այն ժամանակվա գլխավոր դատախազի, դեռ ինքը գլխավոր դատախազ չէր, քննչական կոմիտեի նախագահ եւ վարչապետին կզեկուցեն, այսինքն պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու խնդիր պիտի լուծվեր։ Իհարկե սա չի արվել, ոչ Վարդապետյանի կողմից, ոչ Փաշինյանի կողմից, ոչ էլ որևէ մեկի կողմից։ Մենք ինքներս ենք արել դա։ Կազմել ենք ցուցակներ պատասխանատու պաշտոնյաների, ներկայացրել ենք, այդ ցուցակների մեջ կան բազմաթիվ այսօրվա պաշտոնյաներ, դատավորներ, դատախազներ, կայազորի ղեկավարներ, քննիչներ, ընդ որում հակակոռուպցիոն վճռաբեկ, Պարսագույն դատական խորհուրդ, վճռաբեկ, քրեական դատարան, բազմաթիվ բարձր պաշտոնյաներ։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Այդ անձինք, ովքեր այս զինծառայողների սպանությունները ճիշտ չեն քննել, մեղմ բառ եմ ասում, ապականել են գործը, ոչնչացրել են ապացույցները եւ այսօր բարձր պաշտոններ ունեն։ Այդ բարձր պաշտոնների նրանք արժանացել են Փաշինյանի նշանակումներով կամ Վարդապետյան Աննայի նշանակումներով, իսկ որոշները նախագահի հրամանագրով։ Արդյոք կբացահայտվեն այս գործերը։ Միևնույնն է, շարունակելու ենք պայքարել, չենք հանձնվելու եւ իլերումն նաեւ նշեմ, որ մենք ինքներս ենք ապացույցներ հայթայթել շատ դեպքերում։ Տիկին Գոհարի հետ գնացել ենք Զորամաս, դեպքի վայրը ինքներս ենք զննել եւ պարզել ենք, որ այն դեպքի վայրը, որը 2007 թվականին արձանագրությունը կազմվել է, չի համապատասխանում իրականությանը։ Հադրութի Զորամաս, Հադրութի բժշկական կենտրոն ենք գնացել պատերազմից առաջ։ Պատերազմի ընթացքում Վալերի Մուրադյանի Զորամասում ենք եղել, պարզելով ինչպես կարող էր տեղ ունենալ այն հանգամանքը։ Մենք ցավոք սրտի հույսներս չենք դրել ոչ Փաշինյանի վրա, ոչ էլ Վարդապետյանի վրա։ Մենք հույսներս դրել ենք, որ արդարությունը հաստատվելու է։ Իհարկե չենք հավատում, որ այս իշխանության օրոք դա կլինի, որովհետև այս իշխանությունը պատասխանատուներին պաշտոններ է բաժանել։ Իսկ հիմա նոր քաղաքականություն են որդեգրել այս 5 գործերով։ Գործերը թերի քննված անմխիթար վիճակում ուղարկում են արդեն դատարան։ Վալերի Մուրադյանին ուղարկել են, շուտով պատրաստում են հավանաբար ուղարկել դատարան Լևոն Թորոսյանի գործը։ Դատախազությունը շատ այսպես խորամանկ քայլ է մտածել, պատասխանատվությունը իրենց վրա գցեն, վեճը տեղափոխեն ծնող դատարան հարաբերությունների դաշտ։ Դատարաններից մեկը արդեն գործը վարույթ է ընդունել եւ մենք արդեն առաջի կոնֆլիկտային վիճակը ունեցել ենք օրեր առաջ։ Բայց նշանակություն չունի։ Գործը կգտնվի դատարանի վարույթում, կլինի քննչական կոմիտեում, թե գլխավոր դատախազությունում։ Շարունակելու ենք պայքարել եւ շարունակելու ենք մատնանշել այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն, ցավոք սրտի մինչ օրս չեն կատարել եւ չեն ցանկանում կատարել։